Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ, ողջույն Ազատ, շնորհակալ եմ հրավերս չմերժելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները անդադ այսպես խոսակցական մակարդակում վատթարանում են, կամ ավելի շուտ կարելի ասել Հայաստանի գործող իշխանություններին նոր ու նոր առիթներ են տրվում հակառուսական հիստերիան էլ ավելի բարձր մակարդակի, հասցնելու համար։ Եվ վերջին ամենաայսպես թարմ շղթայական իրադարձությունը, որ տեղի ունի, դա ռուսական կողմի սանկցիաներն են, այսպես ասած սանկցիաները, հայկական Հայաստանից արտանվող գյուղմթերքի դեմ, եւ դրան ի պատասխան Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հայտարարությունը, որ եթե ապրանքների ազատ շրջանառություն չկա, ուրեմն չկա ԵԱՏՄ։ Իսկն այն ինչ որ իրենք ժամանակին ասում էին հապկի մասին, եթե հիշում եք, ասում էին, եթե հապկը մեր սահմանները չի ճանաչում, ուրեմն հապկ չկա։ Կամ եթե հապկը չի գալիս Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնում, ուրեմն հապկ չկա։ Ինչ ենք մենք գործնականում տեսնում։ Գործնականում մարդիկ, ովքեր ծանոթ են գյուղատնտեսությանը, տեսնում են, որ հայկական գյուղ արտադրությունը գնում է։ Այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնություն։ Թե հիմա ինչ ճանապարհներով դա այլ հարց է, բայց ամեն դեպքում գնում է, այսինքն կան սանկցիաներ, իբր ապրանքը գնում է, այսինքն գործնականում Հայաստանի իշխանությունների համար խնդիրներ չեն ստեղծվում, բայց միևնույն ժամանակ առիթ է Հայաստանի իշխանությունների համար արդեն խոսել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Խնդրեմ ձեր վերլուծությունը, ինչ է տեղի ունենում։ Ուրեմն տեսեք, ցանկացած կլինի ներքաղաքական հարց, տարածաշրջանային հարց, պետք է մոտեցումը լինի մեծ խաղի, մեծ գործընթացի համատեքստում քննարկումը։ Ուրեմն ինչ մեծ գործընթաց կա։ Մեծ գործընթացը այն է, որ մեծ գործընթացի հիմքում հավաքական արևմուտքը ընդդեմ Ռուսաստան, Չինաստան եւ Իրան այդ ոչ ստրատեգիական, մարտավարական, ոչ քաղաքակրթական դաշինքի դեմ է։ Ուրեմն Հայաստանը հիմա այլևս որպես անկախ առանձին խաղացող չի։ Հայաստանն այլևս մաս է հավաքական արևմուտքի եւ այս կողմում կայացած ցանց է, իսկ դիմացը նոր ծնվող, նոր ոտքի կանգնող պետություն։ Քաղաքականության մեջ տերմին կա, վիլկա կոչված է, որ անես սխալ է, չանես սխալ է։ Հիմա այս արևմտյան ցանցը կայացած Ռուսաստանի դեմ սա է գործի դնում։ Եթե սանկցիա չդնեն, սխալ է, սանկցիա դնեն, էլի սխալ է լինում։ Սանկցիան հանեն սխալ է։ Հիմա հաղորդումներից մեկի ժամանակ շատ դիպուկ դիտարկում արեցիք, ասացիք իրենց պետք է ոսկերչական այդ ոսկերչական ճշգրտությամբ եւ այդ մանրադիտակային բանով մոտենալ տեղի ունեցողին, որովհետև կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Հիմա հենց դա ենք տեսնում, որ ունեցավ հակառակ էֆեկտը, ինչի մասին եւ բազմիցս խոսել ենք, որ պետք է նայենք արևմուտքն ինչ նպատակ ունի եւ այդ նպատակի համար ինչերի է պատրաստ։ Նախ Ռուսաստանը ոտքի կանգնող, ինչպես նշեցինք, պետություն է, դեռ այն կայացած պետությունը չէ։ Ապրանքները կարող են գնալ տարբեր զարտուղի ճանապարհներով եւ կոռուպցիոն ճանապարհներով, համակարգի կոռումպացված, նոր ոտքի կանգնող, թուրքական ապրանքի անվան տակ, վրացական եւ ադրբեջանական ակցիզներով կգնա, որևէ կգնա եւ կարող է Եվրոպան այս ընթացքում Հայաստանին լրիվ իրենով անելու համար եւ տարածաշրջանից Ռուսաստանին հանելու համար
5.5 միլիարդ դոլար փող սրեսկի մեր տնտեսության մեջ, այսինքն ապրանքը վերցնի, տանեն ուղղակի թափեն, ինչպես ծաղիկի դեպքում են անում։ Ինքը դրան պատրաստ է, բայց սա խիստ ժամանակավոր է լինելու։ Սա այն խայծն է, խիստ ժամանակավոր, որով որսում են։ Ազատ մի այսպեսի խոսք կար, չէ՞, փողոցային այսպես խոսույթում առյուծի կաթ խմել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որը վախենում է խոսել Ստեփանակերտում քանդվող եկեղեցու մասին, ասում է դա Ադրբեջան, դե հիմա բան, պատերազմ, պարտվել են, չգիտեմ, իրողություններ կան։ Այս մարդը, որը Ադրբեջանի դեմ վախենում է խոսել, Երևանում նստած խոսում է ԵԱՏՄ-ն քանդելու մասին։ Սա ինչ է, սա այդ փողոցային տրամաբանությամբ ասած առյուծի կաթ խմելն է, թե ուրիշ բան է նշանակում։ Առյուծի կաթ խմելը չէ, սա այն բազմիցս բերած փաստարկների եւ այն բանի հիմքն է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից հյուսիսից չի վախենում։ Նիկոլ Փաշինյանի վախը հավաքական արևմուտքից է, որովհետև հավաքական արևմուտքը այստեղ ունի ցանց եւ ամեն վարքյան կարող է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկել։ Եթե իր ներսի ցանցն էլ չաշխատի, այսինքն ներսի ցանցով չկարողանա իրեն իշխանությունից զրկել, Դրսի ցանցը։ դրսի իրեն ծառայող երկրի այս դեպքում Ադրբեջանով կարա խալխալի Նիկոլ Փաշինյանի այլևս միակ լեգիտիմության հիմքը, Նիկոլ Փաշինյանն այլևս մի լեգիտիմության հիմք ունի, դա խաղաղությունն է։ Մեկ կրակոց Ադրբեջանի կողմից սահմանին եւ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հիմքերը խալխլվում է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի վախը միմիայն հավաքական արևմուտքից է։ Իսկ հավաքական արևմուտքը Նիկոլ Փաշինյանին ունի դրված Նիկոլ Փաշինյանի վրա դրված հրահանգ տարածաշրջանից հանել Ռուսաստանին ամեն գնով։ Չէ, բայց այդ վախը այն աստիճանի է, որ ինքը դեմ է դուրս գալիս Ռուսաստանի կողմից ստեղծված այդ աշխարհաքաղաքական պրոյեկտի, քաղաքական պրոյեկտի։ Վստահ է նրանում, որ երբ դուրս չգա արևմտյան ռելսերից, իրան ոչինչ չի սպառնում։ Հենց դուրս եկավ, այդ ժամանակ է իր իշխանությունը վտանգ սպառնում։ Իր իշխանությունը այս բային երաշխավորում է իր ֆիզիկական անվտանգությունը։ Չկա իշխանություն, Նիկոլը չունի ֆիզիկական անվտանգության երաշխիք։ Այսինքն, այստեղ մենք գալիս ենք այն եզրահանգմանը, որ արևմուտքը մի գիշերում իր հարցերը կարող է լուծել։ Իհարկե։ Բայց սա նաև այլ եզրահանգման Ես ասացի տարբերակները։ Նախ, եթե ներսի ցանցին չհաջողվի, արագ մի գիշերվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել, դա կլինի հաջորդ երեկոյան, երբ Ադրբեջանը ագրեսիայի կդիմի Հայաստանի դեմ, արևմուտքի հրահանգով։ Այս ամեն ինչը նաև ցույց է տալիս մի այլ բան, իմ ընկալմամբ, որ սուտ ու կեղծ էին այն պնդումները, որ Ռուսաստանը Հայաստանի պետական համակարգը լցրել է իր գործակալներով։ Եվ Ռուսաստանը ազդեցություն ունի Հայաստանի հանրային կյանքի վրա, որովհետև եթե Ռուսաստանը էական ազդեցություն ունենար Հայաստանի հանրային կյանքի վրա, իսկ պետական ապարատում ունենար առնվազն ազդեցության գործակալներ, ապա Փաշինյանը այսպես իրեն ազատ չէր դրսևորել։ Դե ոչ միայն։ Եթե Ռուսաստանը նման ազդեցություն ունենար Հայաստանում 2018 թվականի գունավոր հեղափոխությունը Հայաստանում տեղի չէր ունենա։ Պարզ բան է։ Դեռ այն ժամանակ չուներ։ Այո, հաճախ ենք, չէ, խոսելուց այդ ապացանցավորումից խոսելուց, որ խոսում ենք պետք է Հայաստանը ապացանցավորվի, ասում ենք գոնե պետք է հետ գնանք 2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այսինքն 16 թվականի փետրվարից հետո մեծ առումով այլևս Ռուսաստանն այստեղ որևէ մասնակցություն չունի պետական ապարատում կառավարության 2016-ից 16 թվականի փետրվարից։ Ընդ որում միշտ հաջողվել է, չէ, այդ ազդեցության նվազմանը զուգահեռ տպավորություն ստեղծել, որ ռուսական կադրեր կան այստեղ, վարչապետի պաշտոնում, չգիտեմ, տարբեր պաշտոններում, հա։ Հենց տենց Ռուսաստանի այդ դա տեղեկատվական պատերազմի, այսպես կարող ենք նաև բնութագրել տեղեկատվական պատերազմի համատեքստումը, որպեսզի
բթացնի ռուսական կողմից զգոնությունը, տեսեք ձեր կադրն է, այնինչ զուգահեռ լրիվ այլ process-ներ են գնում։ Շատ լավ, հիմա գանք մի կարևոր հանգրվանի, տեսեք, մենք լսեցինք Լավրովին վերջերս, խոսում էր Ալյասկայի Անկորիջի հետ հանդիպման մասին, որտեղ Լավրովն ասում էր, չեմ ուզում հավատալ, որ ամերիկացիները Ալյասկայի հանդիպումը օգտագործել են Ժամանակ ժամանակ շահելու եւ շահելու համար։ վերազինվելու համար։ Հիմա տես, ես մի կողմից ուզում եմ, որ մենք այս իրավիճակը վերլուծենք, մյուս կողմից չեմ ուզում նմանվել մի հայտնի վերլուծաբան կան, որ ասում են Պուտինը պետք է Լավրովին, Շայգուին մի կողմ դնի, մտնի մեր Facebook-ը կարդա։ Հիմա ինչ է տեղի ունենում, այսինքն հիմա ակնհայտ է, չէ՞, ռուսական կողմի հայտարարությունից մենք հասկանում ենք, որ իրենք Անկորիջը իրենց գցել են համարում։ Կոպիտ ասած, այո։ Եվ երկրորդ հասկանում ենք, որ ի սկզբանե հավատացել էին դրան, ինչու, որովհետև եթե հիշում եք, մինչև ինչ որ ժամանակ, մինչև օգոստոսի 8-ը նախորդ տարվա օգոստոսի 30-ը կարծեմ։ կներես, մինչև մի խոսքով, անգամ դրանից հետո, մինչև ինչ որ պահ, իրենք անգամ պաշտպանում էին թրիփը, ասում են, այդ թրիփը նախագիծն է, որը պետք է փոխվարչապետը, Օվերչուկներ հայտարարում, որ դա նախագիծ է, որը տարածաշրջան խաղաղություն կբերի, մենք էլ ուզում ենք մասնակցել դրան, օգոստոսի 28-ին կամ 30-ին էր այս հայտարարությունը։ Այսինքն այդ հայտարարությունները նշանակում են, որ ճիշտ է ասում Լավրովը, որ իրենք այն ժամանակ հավատացել էին, որ դա արդեն պայմանավորվել են եւ ճիշտ է ասում հիմա, եւ որ իրենք հասկացել են, որ իրենց գցել են, որտեվ հիմա իրենք թրիփի դեմ այնպես են խոսում, ինչպես մենք էինք ժամանակին թրիփի դեմ խոսում, կամ շատ այլ մարդիկ են թրիփի դեմ խոսում։ Հիմա սա չհասկանալու հետևանքը, ինչ ես կասկածում եմ, որ Ռուսաստանում չեն հասկանում ինչ է տեղի ունենում, թե պետք է ելնենք նրանից, որ այնտեղ ազդեցության տարբեր խմբեր կան եւ այդ պահին ազդեցության մի խումբներ օրակարգ թելադրում Ռուսաստանում։ Իհարկե 5-րդ եւ 6-րդ շարասյունների խնդիրն է էլի։ Այդ deep state կոչվածը կամ ավելի կոնկրետ, ավելի ճիշտ կլինի ասել deep power այդ խորքային իշխանությունները իրենց ծառայողներ ունեն, որոնք կոչվում են 6-րդ շարասյուն։ Եվ ամեն երկրում այդ 6-րդ շարասյունը եւ 6-րդ շարասյանը ծառայող 5-րդ շարասյունը գոյություն ունի, որը տանում է հավաքական արևմուտքի, որի միջուկում խորքային իշխանություններն են, խորքային իշխանությունների քաղաքականությունը, որի նպատակն է այս պահին աշխարհաքաղաքական նպատակն է պահպանել Ամերիկայի հեգեմոն դերը։ Եվ այս 6-րդ շարասյունը լավ, հիմա երբ որ հասկացել են, որ իրենց գցել են, ինչ որ պատասխանատուներ պետք է լինեն, չէ՞, թե որ ովքեր համոզում էին, որ այն ժամանակ պայմանավորվածություններ կան։ Ուր են պատժողները։ Էլի այդ ամեն ինչը անելուց ոսկերչական ճշգրտությամբ է պետք մոտենալ խնդրին, որովհետև մի սխալ քայլ կարող է համակարգը փլվել։ Էլի չզելանանք կրկնենք, գործ ունենք կայացած ցանցի եւ կայացած պետության հետ եւ կայացող պետության հետ։ Խնդիրը դրանումն է։ Պարանը, որ մի անգամից ձգում ես, կտրվում է։ Պետք է կամած ձգել։ Եվ հետո իրենք կտրուկ գործողությունները հիմա տեսեք իրենք ինչ են անում։ Երեք արդեն կամ առաջի օրը Ռուսաստանում այդ 13 թվականից կարծեմ 13 թվականից Եվրո 2 բենզինն արգելված էր։ Չէր արտադրում, չէր թողում շուկայում վաճառվել։ Երեք արդեն թույլատրել են այդ բենզինը վաճառել։ Այսինքն ներսում իրենք արդեն Ռուսաստանի համար խնդիրներ են ստեղծում։ Իրավիճակը գերվտանգավոր է Ռուսաստանի համար։ Հավաքական արևմուտքը կրկին համոզվեց մի քանի հարյուրամյա ճշմարտության մեջ, որ Ռուսաստանին արտաքին ճակատով հնարավոր չէ ծնկի բերել։ Հիմա կրկին անցան հին գործիքակազմին։ Ներքին ճգնաժամ հասունացնելը եւ այս ինտենսիվությամբ բայց բենզին չկա թե ձև են տալիս որ չկա, որովհետեւ նայ ես հետևում եմ այդ ռուսական այդ սոցիալական ցանցերի հրապարակումներին, հաճախ մարդիկ տեսնում են, որ այն բենզալցականներում, որտեղ ասում են բենզին չկա, իրականում կա։ Եվ արհեստական դեֆիցիտ է առաջացում ինչ-որ ներողություն, սա նման է մի իրավիճակի, երբ որ կադրերն էլ կան մարդիկ կարող են տեսնել, 80-ականների վերջին Մոսկվայում երշիկի պահածոների դեֆիցիտ էր առաջացել։ Արհեստական Ինչու եմ ասում արհեստական, որովհետև հետո մարդիկ գնում բացահայտում են, որ այդ ամբողջը լցված է ինչ-որ դաշտերում, այսինքն այն ինչ-որ պիտի գար Մոսկվայի խանութներ, լցված է դաշտերում։ Հիմա այդ նույն իրավիճակի կրկնությունն է, թե իրականում բենզինի խնդիր ունեն։ Տեսեք 1916 թվականին նորից նույնն են արել։
սաբոտաժ են արել։ 6-րդ շարասյունը սաբոտաժ արեց, ցարական Ռուսաստանը փլվեց։ Հացի արհեստական սաբոտաժ արեց, հացի շաքարի Պետերբուրգյան խանութներում չկար։ Արհեստականները դա բայեսներում լիքն էր, բայց խանութներում չկար։ Նույնն արել է սովետական միության վերջին տարիներին։ Գարբաչ 1985 թվականից սկսած, երբ սառը պատերազմի այդ վերջին փուլն էր։ Հիմա եւ ազդել է նավթամշակման կենտրոնների վրա դրոնային հարձակումները եւ պետք չէ բացառել, որ ներսում 6-րդ շարասյուն է աշխատում։ Ուղղակի ի տարբերություն 1980-ական թվականների եւ 1916 թվականի Ռուսաստանում այս պահին ավելի կուռ փոքր շերտ կա, որոնք ամեն դեպքում փորձում են պահել, պայքարում են դրա համար։ Այդ շերտը գոյություն ունի։ Այնպիսի բացի թողի վիճակ չէր, ինչ նախորդ տարի սկզբին եւ նախորդ տարի վերջին։ Դե այն որ այսքան ժամանակ դեռ ձգում են, Դա նշանակում է ինչ որ մարդիկ կան, որ ատամներով այո, պահում են։ Բայց կստացվի երկար պահել։ Կարծում եմ այո։ Նախ հակառակ բևեռը նեխած վիճակում է, փլուզման շեմին է, ոչ թե նոր ամուրի վիճակում է, նոր ծնված եւ ամուր եւ առույգ վիճակում է, այլ ընդհակառակը լճացած եւ նեխած վիճակում է, այսինքն հավաքական արևմուտքը իր միջուկ Ամերիկայով։ Իրենց մոտ խնդիրն ավելի շատ է, քան այս կողմը։ Լավ, հիմա գանք Եվ Հայաստան։ չմոռանանք, միայն Ռուսաստանը չէ։ Դիմադրություն կա Իրանի կողմից եւ Չինաստանի կողմից։ Նու գլխավոր դիմադրությունը կարելի ասել Իրանի կողմից է եւ դեռ այդտեղ շարունակություններ կան, շարունակություն կա դրանք անդրադառնանք, բայց ես ուզում եմ գանք Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության։ Ես չգիտեմ դրան ճանաչում ասենք թե չէ, որովհետեւ կառավարությունն է ընդամենը հաղորդական համաձայնություն տվել։ Դա տեղեկատվական մեծ ողջավորության առիթ դարձավ Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարություններ արեցին, բայց հետո այսօր պարզվեց, որ Իսրայելի կնեսետը չի կարող քվեարկել այդ նախագիծը, ինչպես նախորդ տասնյակ անգամներ չի քվեարկել, որովհետև հուլիսի 16-ին իրենք արձակուրդ են գնում, աշնանը նոր ընտրություններ պիտի տեղի ունենան, եւ այդ ընտրություններում խորհրդարանի կազմը կարող է փոխվել ու բոլորը մոռանան սրա մասին։ Ակնհայտ է, չէ՞, բոլորի համար հասկանալի է, որ սա Իսրայելի համար կոնկրետ գործիք է, Նեթանյահուի համար գործիք է, ինչ որ խնդիրներ լուծելու ուղղությամբ։ Ընդհանրապես, պարզ է բոլոր դեպքերում էլ ցեղասպանության ընդունումը այս կամ այն պետության կողմից դա իր շահերից դրդված է եղել, բայց ինձ համար մի բան է, երբ որ Հայաստանը աշխատում է եւ այդ պետության շահն էլ ինչ որ պահի զուգահեռվում է եւ դա ընդունվում է, այլ բան է, որ նախաձեռնությունը ընդհանրապես Իսրայելի կողմից է եւ այստեղ ավելի շատ տպավորություն կա, որ փորձում են Հայաստանը օգտագործել այս իմաստով։ Հիմա ո՞րն է ճիշտ մոտեցումը այստեղ։ Հիմա այս հարցին մինչ անդրադառնալը, երբ անդրադառնալուց լինեմ էլի նույն համատեքստով կնմանվեմ այն կենսաբանության քննության գնացած աշակերտին, ով միայն ճանճի մասներ պատրաստել։ Ասում եմ, եթե ձուկը մազվան ունենար, արդեն ճանճ կլիներ վրան եւ այդպես էլի, հիմա հետ կգամ դրան։ Ուրեմն, այս ամեն ինչը կրկին եւ կրկին պետք է նայել աշխարհակահաղականի համատեքստում։ Հաճախ խոսում ենք Ադրբեջանից, չէ՞, ինչ խնդրի առաջ է ինքը կանգնած։ Դե ինչ նպատակով է գիրացվել Ադրբեջանը։ Այդ նույն նպատակով, այդ նույն նաեւ այդ խնդրի մեջ է Թուրքիան։ Թուրքիան 1952 թվականին, որ դառավ ՆԱՏՕ-ի անդամ պետություն եւ ունեցավ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը, իր վրա առաքելություն եւ նպատակ կար դրված։ Ինքը գործիք էր հավաքական արևմուտքի համար։ Հյուսիսային եւ հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում Սովետական միությունը քանդվելուց հետո արդեն Ռուսաստանի դիրքերը թուլացնելու եւ պատնեշ, որպեսզի Ռուսաստանը չտարածվի։ Հիմա սա պետք է էլի այդ միաբևեռ եւ բազմաբևեռ աշխարհի պայքարի առճակատման համատեքստում քննարկենք։ Էրդողանը հասկանում է ինչ արկածախնդրության է գնում Ռուսաստանի դեմ բաց առճակատումը։ Ամեն կերպ փորձում է խուսանավել։ Ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչում։ Ոչ։
Էրդողանի մասին է խոսքը ոչ թե։ Դա հասկացա, ուզում եմ ասել Իսրայելի հայոց ցեղասպանության ճանաչման բա խուսափելու։ Հիմա Էրդողանը փորձում է խուսանավել իր վրա դրված խնդրից եւ փորձում է բազմաբևեռ աշխարհի հետ կոնտակտներ ձևավորել, որպեսզի կարողանա խուսափի իր վրա դրված առաքելությունից։ Հենց նման process-ներ է սկսում Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամ է հասունանում։ Քրդերն են ակտիվանում։ Քրդերն են ակտիվանում, Ընդդիմությունն է։ ընդդիմությունն է ակտիվանում, միանգամից հազարավոր մարդիկ լցվում են փողոցներ։ Պետական սարերից այստեղ։ Հետո եկել միանգամից այդ ցույցերը հետ են քաշվում, Ամերիկայի կողմից լսում ենք հայտարարություն, որ տարածաշրջանում Ամերիկայի ծայրահեղ դաշնակիցն է Թուրքիան, ծայրահեղ նշվում է, չէ՞, ծայրահեղ դաշնակից։ Հաջորդ նորությունն ենք կարդում, որ վերսկսվել են կործանիչների մասին, F-35-ների մասին խոսակցությունները, որ փոխանցվելու են Թուրքիային։ Եվ այսպես շարունակ։ Հիմա Իսրայելով Թուրքիային տեղին քարտ են ցույց տալիս։ Որպես այդպիսին անկախ խաղացող Իսրայել եւ Թուրքիա գոյություն չունի։ Դա ուռճացված է։ Իբր Իսրայելը կարող է ազդել ԱՄՆ քաղաքականության վրա։ Դա ծիծաղելու է։ Դե հիմա ասում են, հիմա վերլուծաբաններ կան ասում են, ինչու Հայաստանը չի օգտվում այս հնարավորությունից։ Միանգամից իսրայելական լոբին օգտագործի Ամերիկայում եւ Թուրքիային ծնկի բերեն։ Ուրեմն այդ որ լոբիներ, ուրեմն որ լոբիներ տարիներ շարունակ աշխատում Ամերիկայում, որպեսզի չճանաչվի հայոց ցեղասպանություն։ Երևի իսրայելական։ Երևի չէ, իսրայելական լոբիներ Թուրքիայի շահերը։ Դե հա ասում են հիմա արդեն եկել է այն պահը, որ պետքա օգտագործել են։ 25 թվականից փոխվեց։ Կա այն որ մի Եվրոպամետ, խիստ Եվրոպամետ մարդ կա, հայտնի։ Այո։ Ու կիսախելագա։ Հա, կիսա չէ, լրիվ։ Ինքն էլ էր ասում 2025 թվականից հետո մենք լրիվ ուրիշ Իսրայելի հետ գործ ունենք։ Ուզում եմ ասեմ հիմա այդ մարդիկ այդ լոբին չեն կարող օգտագործել։ Ուտելու համար չէ, իրենց տրամաբանությամբ չէ։ Սա ինչու եմ ասում, որովհետև գիտեք, իրադարձություններին շատ պարզունակ կերպով են նայում, ասենք ես էլ երեք նայում եմ, փորձում եմ հասկանալ, ասում լավ, եթե Իսրայելի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները այսքան լարված են, Բաքու, Ջեյհան պետք է չգնար ախր գազը, նավթամուղը պետք է չգնար։ Թուրքիան պետք է 1 միլիարդ դոլարի արգելք դրել Թուրքիան 24 թվականից Իսրայելի հետ առևտրի, բայց այդ արգելքից հետո Իսրայելը 1 միլիարդ դոլարի ապրանքներ եւ ծառայություններ է ստացել։ Ուրեմն նախ պետք է հստակեցնենք Թուրքիայի դերը էս մեծ խաղում։ Թուրքիան կարևոր 3 կարևոր խնդիր է լուծում հավաքական արևմուտքի համար։ Թուրքական տնտեսությունը փակում է Չինաստանի մուտքը արևելյան Եվրոպա։ Չինական ապրանքների կենցաղում օգտագործվող այլընտրանքն է առաջարկում արևելյան Եվրոպայում եւ ոչ միայն արևելյան Եվրոպայում։ Սա տնտեսական առումով, ռազմաքաղաքական առումով Թուրքիան փակում է Ռուսաստանի ճանապարհը դեպի Հյուսիսային Կովկաս եւ Միջին Ասիա։ Հյուսիսային եւ հարավային Կովկաս եւ հարավային Կովկաս եւ նաեւ Հյուսիսային Կովկասում։ Այս թուրքական պետությունների համագործակցությունը այս համատեքստում է էլի, որպեսզի թույլատնի ռուսական դիրքերը եւ կասեցնի ռուսական առաջխաղացումը դեպի այս տարածաշրջաններ։ Եվ գլխավորը Թուրքիան իսլամական աշխարհում տրոյական ձի է։ Էրդողանի իշխանության գալը պատահական չէ։ Այս կրոնաազգայնական Թուրքիա կերտելը պատահական չէ։ Չէր կարող Էրդողանը 1 տարվա մեջ այդպես հանգիստ Թուրքիայի պես պետություն դառնալ վարչապետ 2001-2 թվականներին կուսակցություն սարքեր մի տարվա մեջ իշխանություն վերցներ։ Այդ ամեն ինչը պատահական չէ, այս մեծ խաղի համատեքստում է։ Հիմա այս քայլով Իսրայելը ամրացնում է նաև Թուրքիայի դիրքերը իսլամական աշխարհում Թուրքիան հեղինակազրկված է։ Արևմուտքի հետ սերտ համագործակցության համար։ Հիմա սա
օգնում է։ Ելնենք նրանից նաև, որ իսլամական աշխարհում սովորաբար արաբները այտենց հեղինակությունն են։ Թուրքիան իր թուրքական ցակմամբ, այսինքն այդքան էլ լուրջ չի ընկալվում։ Օրինակ Իրանն էլ այդ խնդիրները ուներ, բայց Իրանը բացի նրանից որ շիա էր եւ ոչ արաբական ցակում ունեցող ժողովուրդ էր, Իրանը այս կոնկրետ գործողություններով ամրացրեց իր դիրքերը իսլամական աշխարհում։ Եվ կարելի է ասել, որ այո, երբ որ այս ձեր խոսքը զուգահեռում ենք, Իրանի այս աճող հեղինակության ֆոնին պետք էր Թուրքիային հանել Իսրայելի սպասարկուի դերից Բայց ոնց մի կարևոր բան, ինչ Թուրքիա նշեցինք, ոչ թե ասում ենք կրոնական Թուրքիա, այլ կրոնաազգայնական Թուրքիա։ Ուրեմն հավաքական արևմուտքը Միջին Ասիայում, Հարավային Կովկասում, Հյուսիսային Կովկասում ստեղծել է Թուրքիա, թուրքական գործոն, մեծ մերձավոր արևելքում իսրայելական գործոն, որպիսի շահերի բախում չլինի, Էրդողանը չի գնում պանիսլամիզմի գաղափարախոսությամբ կամ պանօսմանիզմի գաղափարախոսությամբ, որտեղ Երուսաղեմն էր, չէ՞, ճիշտ է, իրենց համար կարևոր քաղաք։ Չեն գնում այս երկու գաղափարախոսությամբ պանիսլամիզմի եւ պանօսմանիզմի, այլ ինչ են դրել։ Պանթուրքիզմը։ Պանթուրանը, թուրանական գաղափարախոսությանը է գնում, որ այս Ասիայի միջին հատվածով Դեպի այս գնալու, կողմա գալիս, ոչ թե այո, չի ծավալվում դեպի դեպի Մերձավոր մերձավոր Արևելք։ արևելք, չի գնում։ Ուղղակի այս տեղեկատվական աղմուկը հանում են այդ վայվելուծաբանները, որպիսի առողջ միտքը լրացվի։ Լավ, Թուրքիայի դերի էս հիմա մենք հասկանում ենք, որ Թուրքիայի դերը պիտի փոխվի, կոպիտ ասած, այս հակամարտությունը պիտի օգնի Թուրքիային այս իրավիճակից դուրս գալ։ Բայց լավ, ինչ պիտի անի Հայաստանը, որովհետև այնուամենայնիվ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին է, Հայաստանը չի կարող անտարբեր լինել, ասել, դե չեմ տեսնում ինչ է տեղի ունենում։ Հայաստանին ինչ կասեն, այն էլ կանի։ Հայաստանը այս պարումով չի կարող ինքնուրույն խաղ խաղալ։ Հիմա կարող է օրեր անց տեսնեք ուլտրա, ոչ թե սովորական, այլ ուլտրա հայրենասեր Արարատ Միրզոյան, կամ տեսնեք լրիվ պրոթուրքական գիծ տանող Որ դատապարտում է Իսրայելին։ դատապարտում է Իսրայելի հայտարարությունը։ Կամ տեսնեք Նիկոլ Փաշինյանը Արարատ Լեռան ֆոնի վրա Թուրքիայի գործողությունները դատապարտող խոսք է ասում, կամ Արագածից Իսրայելի ճանաչումը դատապարտում։ Հասկացա։ Ինչ ասեն, դա էլ կանեն, որովհետև Հայաստանն այլևս ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից զրկված է, քանի որ ինքը միացել է հավաքական արևմուտքին։ Շատ լավ, մենք մեր նախորդ եթերում երբ որ խոսում էինք, մեծ ողջավորություն կար, բոլորը համարեցին այդ առաջին հայտարարություններից հետո, որ Իրան, Ամերիկայի իսրայելական պատերազմը ավարտված է, ձեզ հետ զրույցում դուք ասացիք, որ սա դեռ հարց է նախ պատերազմը ավարտված է թե ոչ, եւ երկրորդ որ եթե անգամ այս պահին կանգնում է պատերազմը, դա ժամանակ շահելու միջոց է, ընդ որում երկու կողմերի համար։ Երկու ստեկ պետք է այդ ժամանակ։ Բայց մենք տեսնում ենք ընթացքում որ փոքր հարվածներ են լինում, հայտարարություններ, Իրանը երեք հրաժարվել է Միացյալ Նահանգների հետ հանդիպումից իրանական կողմը, եւ հիմա անհասկանալի է այս իրավիճակը ուր է տանում, եւ ես կարծում եմ Հայաստանի այս իշխանությունների համար, եթե իրենք ինչ-որ մտածում են, ինչ-որտեղ, չգիտեմ, քննարկում են, ընդհանրապես անհասկանալի, իրենց համար անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, ում միանալ կամ, չգիտեմ, ում ողջունել, ում խաղաղության կոչ անել։ Ինչ է տեղի ունենում այստեղ եւ այստեղ էլի Հայաստանը հայկական շահով առաջնորդվող Հայաստանը, չասեմ, այս իշխանությունները ինչ պիտի աներ։ Ինչ դիրք պիտի զբաղեցնի։ Տեսեք, նախ այս մի կարճ արձանագրում անենք ներկա իշխանությունների մասին եւ անցնենք առաջ Իրան-ԱՄՆ հակամարտության համատեքստում։ Ուրեմն 2025 թվականի օգոստոսի 8-ից Հայաստանը հստակ դիրքորոշում է հայտնել, թե ինքը որ կողմում է։ Հայտնել է, որ ինքը հավաքական արևմուտքին է աջակցում։ Այսինքն այս պատերազմում ինքը աջակցում է ԱՄՆ-ին, Իրանի դեմ պատերազմում։ Հետո ուրեմն ցանկացած պետության խնդիր, թե ինքը իրեն համարում է պետություն, ինքնիշխան, անկախ, հիմնական ազգային անվտանգության հիմնական խնդիրը ինքնության պահպանումն է։ Այսինքն այս փուլում Հայաստանը պետք է գնա մի տեղ, որտեղ չի վնասվում իր ինքնությունը։
Այս պայն այդ տեղը բազմաբևեռ աշխարհն է, որտեղ մշակութային ինքնատիպություն է դրված եւ տնտեսական անվտանգային եւ տնտեսական համագործակցություն։ Իսկ հակառակ կողմում մեկ մշակույթ, մեկ տնտեսական-ֆինանսական համակարգ եւ մեկ ռազմաքաղաքական համակարգ։ Այսինքն հակառակ կողմում ինքնիշխանությունը պետք է զոհես, իսկ մյուս կողմում հնարավորություն է սպառել եւ պահպանել ինքնիշխանություն եւ անկախությունը։ Բարձր պետք է ընտրի իրական հայկական իշխանությունները, հայկականության ջատագով իշխանությունները պետք է ընտրեն բազմաբևեռ աշխարհը եւ առհասարակ միշտ պետք է գործեն այն տրամաբանությամբ, որ հայկական ինքնությանը որևէ վնաս չլինի եւ չհասցվի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ Ազատ շնորհակալ։ հետաքրքիր զրույցի համար, ես շնորհում եմ զրուցումի քաղաքագետ Ազատ Ադամյանից, տեսություն կհանդիպենք։